Մարտի 16-ից 17-ը Եվրոպական միության ներկայացուցչությունը Հայաստանում պարեկներ է ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տարբեր հատվածներ։ Իրավիճակը մնում է հանգիստ եւ հանդարտ, ոչ մի արտառոց ակտիվություն չի նկատվում, ասված է ԵՄԱ առաքելության տարածած հաղորդագրության մեջ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում ներառված են բոլոր այն հարցերի լուծումները, որոնք Ադրբեջանը որպես մտահոգություն է ներկայացնում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հավելելով, որ բանակցությունների ամբողջ ընթացքում հայկական կողմը փորձել է հիմնավորել իր դիրքորոշումները եւ առաջնորդվել տրամաբանական քննարկումներով։ Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է նաև Ադրբեջանի անհանգստություններին կապված Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեության հետ եւ նշել, երբ ստորագրվի արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը, պայմանավորվածությունը կմտնի ուժի մեջ։ Խոսելով սահմանի երրորդ ուժի տեղակայումը բացառող դրույթի վերաբերյալ հնչող մտահոգությունների մասին, առ այն, որ պայմանագրի ստորագրումից եւ սահմանից ԵՄ դիտորդներին հեռացնելուց հետո Ադրբեջանը կարող է նոր հարձակում սկսել Հայաստանի դեմ, Ալեն Սիմոնյանը նշել է, որ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլի պետք է հարձակում տեղի ունենա Հայաստանի վրա, ԵՄ դիտորդների ներկայության ժամանակ էլ տեղի կունենա այդ հարձակումը։ Կիպրոսը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացը եւ աջակցում է պայմանագրի վերջնական տեքստի արագ ստորագրմանը։ Այս զարգացումը կնշանակի վճռորոշ քայլ դեպի կայունություն եւ բարգավաճում տարածաշրջանում, գրված է ԱԳՆ-ի X էջում։ Շվեդիայի արտգործնախարարությունը նույնպես ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Շվեդիան ողջունում է այն լուրը, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ եւ խրախուսում է արագ ստորագրումը նպաստելու տարածաշրջանում տևական խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը, գրված է ԱԳՆ-ի X էջում։ Աշխատանքային այցով մարտի 18-ին Հայաստան է այցելելու Ռասմուսեն գլոբալ միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ եւ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը։ Ի թիվս պաշտոնական հանդիպումների նա մարտի 20-ին այցելելու է Իջևան, որտեղ նախատեսված է մամուլի ասուլիս։ Վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի Ասատուր Վարդանյանն ազատվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։ Ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված հայկական ավիաուղիներ ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Բոլոր այն ուղևորները, որոնք ունեն ամրագրված կամ ձեռքբերված տոմսեր ապրիլի 6-ից հետո, կարող են դիմել այն կազմակերպությանը, որի միջոցով գնել են տոմսը, գումարի ամբողջական վերադարձ կատարելու համար։ Եթե ավիատոմսը ձեռք եք բերել հայկական ավիաուղիներ կայքից, ապա խնդրում ենք ձեր հայտն ուղարկել help@armenianairlines.am էլեկտրոնային փոստի հասցեին, կցելով տոմսը եւ թողնելով հետադարձ կապի հեռախոսահամար։ Սիրիական Հոմսի շրջանում լիբանանյան Հզբոլլահի զինյալների հետ շարունակվող բախումների հետևանքով սիրիական բանակի անձնակազմի զոհերի թիվը հասել է 8-ի։ Երկու խաղաղ բնակիչ է զոհվել Հզբոլլահի կողմից Հոմսի գյուղերի հրետակոծության հետևանքով, բայց այդ տեղեկություններ կան հրթիռակոծման հետևանքով լրագրողի եւ լուսանկարչի վիրավորվելու մասին։ Միևնույն ժամանակ լիբանանյան բանակը հաստատել է իր շարունակական շփումները Սիրիայի իշխանությունների հետ սահմանի երկայնքով անվտանգությունը պահպանելու համար։ Լիբանանա-սիրիական սահմանին վերջին օրերին լարված իրավիճակ է։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը կպատասխանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին այն համակողմանի ուսումնասիրելուց հետո։ Նրա խոսքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղարկած նամակի հիմնական կետերը շատ չեն տարբերվում Սպիտակ տան ղեկավարի հրապարակային հռետորաբանությունից։ Առայժմ մենք Թրամփի նամակը հրապարակելու հիմքեր չունենք, ասել է խոսնակը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարտի 18-ին Ուկրաինայի հարցով կխոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ես կխոսեմ նախագահ Պուտինի հետ, հանգստյան օրերին շատ աշխատանք է կատարվել, ասել է Թրամփը Ֆլորիդայից Վաշինգտոն վերադառնալիս։ Ցանկանում ենք տեսնել, կարող ենք արդյոք վերջ դնել այս պատերազմին։ Գուցե մենք կարող ենք, գուցե չենք կարող, բայց ես կարծում եմ, որ շատ լավ հնարավորություններ ունենք, ասել է Թրամփը։